Ուզում եք իմանալ ես ոնց եմ սիրում բարդացնել իմ կյանքը։ Օրինակ ես որոշում եմ, որ ամուսնուս ծննդյան օրվա կապակցությամբ ես իրան պետք է նվիրեմ գինի։ Մի մարդ, ով 15 տարի ոլորտում է, փորձել է աշխարհի գրեթե բոլոր ծայրերից գինիներ, ու ես գինեսեր մահկանացուս որոշում եմ իրան նվիրել գինի։ Պատասխանատվությունը նույնն է, ոնց որ Գորդոն Ռամզիի համար մի բան պատրաստեի։ Բայց բարեբախտաբար ես գտել եմ ինչ գինի եմ նվիրելու, բայց մինչ այդ միանշանակ սենց ավելի լավ է ու ես պատրաստ եմ գնամ գինու հետևից։ Իհարկե ստու չորկայս ուշադրություն չենք դարձնում, բայց գինու հետևից գնում եմ ին վինո։ Առանց չափազանցնելու, ոնց որ երեխան իր ուզած կոնֆետը ստացած լինի, այդտենց երջանիկ եմ։ Մինչև փաթեթավորելը ձեզ ևս մեկ անգամ ծանոթացնեմ այս հրաշքի հետ։ Y Chateau d'Yquem։ Եթե հետաքրքիր է գինին եւ արժեքը, մեկնաբանություններում գրեք, անպայման վիդեոյով կանդրադառնամ դրան։ Հիմա ես սա փաթեթավորեմ։ Եթե ցանկություն հայտնի, իր ռեակցիան եւս կնկարեմ ու կավելացնեմ բլոգում։ Եթե չէ, ուրեմն բավարարվում ենք այսքանով։ Չգիտեմ, շատ պատասխանատու է ու միևնույն ժամանակ շատ երջանիկ եմ, որ կարողանում եմ այսպես լավ բան գտնել։